Իրանական դրոնների հարձակման հետ կապված։ Մինչդեռ մենք ունենք Իրանի հայտարարությունները, ուրեմն Բաքվում Իրանի դեսպանությունը հերքում է, ասում է սա պրովոկացիա է, գլխավոր շտաբը հերքում է, ասում է սա պրովոկացիա է, նախագահ Փեզեշքյանը Ռուսաստանի նախագահի հետ խոսում է, ասում է մենք Ադրբեջանի վրա չենք հարձակվել եւ այդպիսի պլաններ չունենք, եւ Ալի Լարիջանին գլխավոր անվտանգության խորհրդի քարտուղարը նույնպես ասում է մենք Ադրբեջանի վրա չենք հարձակվելու, բայց եթե այնտեղից բան եկավ կպատասխանենք, ու այս իրավիճակում Հայաստանը որ ինչ է մտնում այս արանքը, ասենց խցկվում է, նայեք այս երկրների ցանկը որ կա, սրանք բոլորը ըստ էության աջակցում են Իրանի վրա այսօր տեղի ունեցող հարձակումներին։ Այսօր հենց հիմա Իրանը ռմբակոծվում է։ Այս բոլոր երկրներն աջակցում են։ Հայաստանը չի աջակցում եւ չպետք է աջակցի։ Բացարձակապես։ Բայց քանի որ մեր դիվանագիտությունը միշտ թույլ է եղել եւ նաեւ չի կարողացել հաշվարկներ անի, թե վերջը ինչը ինչով կավարտվի։ Երբեք, օրինակ վերջին տարում Հայաստանի դիվանագիտությունը չի կարողացել հաշվարկել, թե ինչի ինչով է ավարտվելու։ Օրինակ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել։ Իրանց բոլոր վերլուծությունները եղել է սխալ, իմը ճիշտ։ Ու հիմա հաշվարկել, որ պետքա կողմ բռնել ընդդեմ Իրանի, սա շատ սխալ հաշվարկ կարող է լինել Հայաստանի համար։